Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըզհաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողումք մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ գործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ իքորձոց, փրկյազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամերիս ամեն։ Գահավադանք ամենասուրբ երրորդության հորը որդիին եւ սուրբ հոգին, գահավադանք Գաբրիելի ծերամ ավեդումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեկորյա թաղումին, հարության, աստվածաբես համբարնալուն և հոր աչագոմը նստելուն, և ահեղ ու պարավոր երկրորդ կալուստին գնթունինք և գահավադանք ամեն։ Հրամեցեք։ Սիրելիներ, Աստուծո բոլոր խոստումները, բոլոր դված խոստումները 5 դագարանի մեջ մարգարեներուն բերնով գադարված են, բացի մեկ խոստում են, որում մասին Տեր Հիսուս Քրիստոս արդեն իսկ հայտարարած է, սակայն դակավին չէ գադարված։ Անիգա իր երկրորդ կալուստն է եւ վերջին դադաստանը եւ նաեւ հադուցումը արդարներուն կյանք հավիտենական, մեղավորներուն դանչանք հավիտենական։ Ուրեմն սիրելիներ, Աստված անպայմանորեն պիտի հադուցանե, անպայմանորեն։ Մեկը չկա, որ Աստուծո դադաստանեն պիտի փախուստա կամ վրիբի, չկա։ Ամեն մարդ Աստուծո դիմաց պիտի կանգնի եւ հաշի պիտի տա, Հիսուս ասավ, նույնիսկ քու թադարք խոսքերուդ համար հաշի պիտի տաս։ Անորամար սիրելիներ պետք է նաև զգուշը լալ մեր խոսածներուն, ամեն մեկ խոսքը, որ մեր պերնեն գել է, նեդի բես է, սիրելիներ, ինչպես որ նեդը աղեղին վրա գտնես ու գերտա, ետ չի գրնար թարնալ, այնպես ալ պերնետ ելած խոսք ետ չի թարնար։ Այնպես չլա, որ խոսինք և այդ խոսքին համար տադաբարդությունը ստանանք։ Այնպես չլա, որ խոսինք և այդ խոսքին համար ամչնանք։ Անորամար սիրելիներ, ժողովրդական շատ գեղեցիկ արածներ կան։ Մանկութենես հազիվ 4-5 տարեկան էի լսած էի արածը, որ գսեր 10 չափե 1 ծև է։ Այդ ժամանակ չէի հասկնար այդ խոսքը անշուշտ, ինչ կնշանակի 10 չափե 1 ծև է։ Բայց որքան կմեծնաս, այնքան կհասկնաս, բայց ցավը այն է, որ որքան կմեծնանք և չենք գործադրեր։ 10 լսե, 1 խոսե։ Մենք նույնիսկ 1 չենք լսեր, 10 կխոսինք։ Հետևաբար, եղբայրներ և քույրեր, քանի որ կսերդենք Բաբելոնի գործանման մասին, Աստված 5 դագարանի մեջ բազմաթիվ անգամներ այդ գործանման մասին խոսեցավ։ Եվ քանի որ ըսի Բաբելոնը, որ վերջին ժամանակներում պիտի հայտնվի, մասնավոր աշխարհակրական վայրը չէ, քաղաքը չէ անպայման, այլ համադարած ներին ստեղծելիք համագարկն է, որովհետև երբ որ ները Հագաքրիստոսը հայտնվի, սիրելի ազգագիցներ, ամբողջ աշխարհը մեկ համագարկ պիտի ունենա, մեկ իշխանություն, մեկ գրոնք, մեկ օրենք, ամբողջ աշխարհը։ Եվ այդ բոլոր այդ համագարկը ենթակա պիտի լա չար սատանայի ներին, սատանայի գործագիցին, առաջին քազանին։ Եվ անիգա է, որ սիրելներ առաջին 3.5 տարիներուն, այսին առաջին շրջանին մեծ նեղության, պիտի այնպիսի
դնդեսական աճ բերե, այնպիսի քաղաքական բարձրացում շագերդի մեջ սպասված մարդոց սպասված խաղաղությունը պիտի հաստատի երկրի վրա, որ մարդիկ պիտի խապվին։ Եվ գրոնը միացյալ գրոն պիտի ըլլա, գրոնականները պիտի դարվին սիրելիներ, ժողովուրդը խապելու, մոլորեցնելու, քայտակեցնելու եւ առաջներտելու ներին ըսելու համար որ այս է բրգիչը։ Անոր համար շատ չար ու վտանգավոր ժամանակներու գարաչնորտվինք։ Հիսուսը սա գսավ սիրելներ, Մատթեոս 24-րդ գլուխ 21-րդ համար։ Այնպիսի մեծ նեղության օրեր պիտի կան, որոնց նմանը չի եկած աշխարհի ստեղծագործութենեն ի վեր։ Այնպիսի քայտակություններ պիտի լան, որ նմանը չի եղած։ Անոր համար Հիսուսը ասավ, եւ որ ասեն, ահա հոս է Քրիստոսը կամ ահա հոն է, մի հավատակ, որովհետեւ շատ սուտ Քրիստոսներ պիտի կան, շատ։ Մի հավատակ ամեն մարդու, որ գսե որ Աստուծո խոսքը կարոզ է։ Մի հավատակ ամեն մարդու, որ գսե որ բժշկություն կկատարե։ Մի հավատակ ամեն մարդու։ Հիսուս գսե քննեցեք, որովհետև բազմաթի մոլորեցուցիչներ կան։ Եվ սիրելներ, որբեսի չշեղիկ, մեծակույն մեր զենքը Աստուծո խոսքն է։ Աստուծո խոսքը։ Ամեն օր հացի նման Աստծո խոսք արտացեք։ Ամեն օր։ Մի բացնեք ոչ մեկ օր։ Տեսեք սիրելներ, ամեն ինչի ժամանակ ունիք։ Քաղաքական լուրերու, ջաշեր թիդելու, ինչ գիտեմ, մարզական լուրերու, ամեն տեսակ լուրեր թիդելու ժամանակ ունիք։ Աստուծո խոսքը, որ հացեն ավելի կարևոր է, որովհետև Հիսուսը ասավ իրեն փորձող սատանային մարդ ոչ միայն հացով գաբրի, այլ Աստուծո պերնեն ելած խոսքերով։ Հետևաբար միայն հացով աբրողներ չլանք, այլ Աստուծո խոսքով զորացողները լանք, աջողները լանք, սնվողները լանք։ Եվ Եփեսացիներու նամակի 6-րդ գլխու 17-րդ համարի մեջ կսե, որ Աստուծո խոսքը սուր է մեր ցերկի մեջ, Սուրբ Օքիի սուր։ Որքան Աստուծո խոսք գիտես, այնքան սուր ունիս ցերկիդ մեջ։ Եվ որքան սուր ունիս ցերկիդ մեջ, այնքան գրնաս պայքարիլ սատանային թեմ, երևելի եւ աներևույթ չարին թեմ։ Ահա սիրելիներ, որքան կարևոր է Աստծո խոսքը ընթերցելը, եւ Աստծո խոսքը ընթերցելը անշուշտ չի բավեր, Աստծո խոսքը պետք է կործատրենք, ապրենք։ Որտեղ որքան գիտես Աստծո խոսքը ու չես կործատրեր, դատաբարդությունը ավելի է։ Անոր համար գրոնավորներուն դատաբարդությունը, գրոնավորներուց դատաբարդությունը գրգնակի ավելի է։ Ինչու՞, որովհետև երբ որ գիտես ու գկարոզես եւ չես ապրիր, ահա գրգնակի, երաբադիկ, քարաբադիկ, դասնաբադիկ ավելի է։ Անոր համար եղբայրներ եւ քույրեր, լուր չի արեք ամեն ինչը։ Աստուծո խոսքին երբ ուքակ, լուր չի արեք։ Քրիստոնեական կյանքի երբ որ ուքակ, լուր չի արեք։ Անունով մի ելա քրիստոնյա։ Բողոս Արաքյալ երկրորդ Կորինթացիներու նամակի 10-րդ գլխու 15-րդ համարի մեջ սիրելիներ դեսեք ինչպես գաստարարե մեզի եւ ամենուց կսե երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխ 5-րդ համար քննեցեք դուք ցես դեսնելու համար թե նույն հավատքի մեջ կմնաք փորձեցեք դուք ցես Քրիստոս Հիսուսի ներկայությունը գսկաք ձեր ներսիտին թե բարձաբես իր անունը գգրեք։ Արաքյալին խոսքերն են։ Այս խոսքը ուղված է ինձի։ Այս խոսքը ուղված է ցեզ մեր յուրաքանչյուրին։ Այս խոսքը ուղված է բոլորին։ Դեսնելու համար քննենք մենք մեզ դեսնելու համար որ բարձաբես անունով քրիստոնյային թե իսկապես Հիսուս Քրիստոսի ներկայությունը գսկանք մեր մեջ։ Հարցում պիտի հարցնեմ եւ դու ամենքդ այո պիտի պատասխանեք, գիտեմ։ Գսիրեք Հիսուսը։ Եսակ ինչպես վախծա գսելու այո։ Գսիրեք Հիսուսը։ Հիսուս կշարունակե։ Ով որ գսիրե ինձի, իմ բադվիրաններս կպայե։ Ով որ գսիրե ինձի, իմ բադվիրաններս կպայե։ Հետևաբար մտածենք սիրելիներ, որ եթե միայն այո ըսելու համար այո պիտի ասենք, բայց Հիսուսին բադվիրանները չենք բայեր,
Մենք հերու ենք Հիսուսեն։ Լավ, միասին եկեք կարդանք Երեմիայի մարգարեության 51-րդ գլուխը։ Այսօրվա նավակական ընթերցանության համար ընտրած եմ 54-ին 58-րդ համարները եւ վերջին համարը 51-րդ գլխու 64-րդ համարը։ Այստեղը գխոսվի սիրելներ Բաբելոնի ավերման մասին։ Եվ ինչ որ գարտանք այսօր նույնը հայտնություն ովանու կրկի մեջ պիտի տեսնենք։ Գարտանք։ Բաբելոնեն աղաղագից ցայն գուքա ու քախտեյացներու երկրեն մեծ գոդորածի ցայն։ Քախտեյացները բաբելոնացիներն են։ Քանզի դերը Բաբելոնը գգործանե եւ անոր մեծ ցայնը գխափանե անոնց ալիքները հորտարած շուրերու բես կկորան ու անոնց ցայնին ժխորը գլսվի արտարև ավերող մի եկավ Բաբելոնի վրա եւ անոր զորավորները բռնվեցան անոնց աղեղները գոդրվեցան քանի որ դերը վարչադրող Աստվածը լալով անբաժար պիտի հադուցանե անոր իշխանավորներն ու իմաստունները գուսագալները նախարարները եւ զորավորները պիտի քինովցնեմ անոնք հավիդենական քունով պիտի կնանան ու պիտի չարտնան գբատկամե այն թակավորը որուն անունը զորքերու դեր է զորքերու դերը Սագա հայդարար է Բաբելոնի լայն բարիստները բոլորովին պիտի պլին եւ անոր բարձր թռները գրագով պիտի այրին ժողովուրդները բարապ դեղը հոգնած պիտի ելան ազգերը գրագի համար բարդասած պիտի ելան հոգնած պիտի լան բարդասին այսպես պիտի ընկղմի Բաբելոնը ալ պիտի չվերագանքնի այն չարիքեն որ ես անոր վրա պիտի բերեմ անոնք պիտի հոգնին Եկեք երկենք միասին սիրելներ մոդ է ժամանակը իսկապես մոդ է ժամանակը այնքան մոդ է ժամանակը որ հետացկվելու չէ եկեք միասին երկենք մոդ է ժամանակ եղբայրներ մի հետացկեք մի հետացկեք հրճագենք լուրը բարի միշտ չտուլանանք երբեք զի այս է բադվեր ընդրված մեզ դեր Իսուսեն որ բխին գենաց աղբյուրներ միշտ արադորեն առաջնորդ ենք դեր Իսուսի հոգին էր ծարավ անգե բխին աղբյուր գենաց հավիդյան հարգավ եղբայրներ Իսուս Քրիստոսի մենք ծառաներ ենք հավադարմապար բոլոր սրտով անոր ծառայենք անմահ մարդկության ըլլանք ժրաչան որ հաջեցնենք դեր Իսուսը փառք տանք իր անվան գստանանք մենք վարձ փոխան այս մեր ծառայության բիդվայել ենք դեր Իսուսը թարեր անվաղճամ թարեր
անվաղճան Բիդվայել ենք դեր Հիսուսը թարեր անվաղճան թարեր անվաղճան Թարեր անվաղճան պիտի վայելենք դեր Հիսուսը Սիրելիներ, եթե միան այս բարի մասին մտածենք, մեր հոգիները ուրախությամբ եւ մխիթարությամբ կլեցվին, անվաղճան, հավիտենական, հավիտենաբես Տիրոջ հետ պիտելանք։ Ադորամար Պողոս Արաքյալ գսե Հռոմայացիներուն նամակի 8-րդ գլխու 18-րդ համարի մեջ, որ ինձ այնպես կտվի, որ այս կյանքի մեջ մեր գրած նեղությունները ոչինչ են, քալիք парքինգով, որ դերը մեզի պիտի տա։ Ոչինչ են։ Օրմը սիրելներ այս մեր կյանքի մեջ գրած նեղությունները պիտի մոռնանք։ Հավիտենական կյանքի մեջը կովի կանքն է իրարու պիտի չսենք։ Գիշես 5000 տարի առաջ երկրի վրա երբ որ գաբրեինք, ինչ նեղություններ կգրեինք։ Գիշես 10 միլիոն տարի առաջ որ գաբրեինք երկրի վրա, այսինչ տեղը գլենդելի մեջը մեզի մեկը նեղություն տվավ։ Չկա։ Այդ օրերը պիտի անցնին, հավիտենական կյանքի մեջը փյուր օրտություններ պիտի վայելենք։ Երկենք հաջորդ երկը, Մովսեսի երկը, մեծ ու զարմանալի են գործերդ, ամենագալ դեր Աստված մեր, իսկապես սիրելներ, անորամար մեր հայ առաքելական եկեղեցվո սուրբ բادرակը կսկսի ինչ բարերով, խորուրդ, խորին, մեծ ու զարմանալի են Աստծո գործերը, խորուրդ խորին են, սիրելներ, մեր ուղեղը չի գրնար հասնել, չի գրնար այդ բոլորը ընկալել, ըմբռնել։ Գիտեք ինչ կլա, եթե այդ բոլորը փորձենք հավաքել մեջը, պատ կլա, գջաթի, ջակ կունենա ուղեղը։ Ինչպես որ Սուրբ Օգոստինոսը գուզեր Աստուծո գիտության մասին ամբողջովին հասկանալ։ Եվ օրը ծովեզերքը երբ որ գկալեր, տեսավ երեխամը փոսմը փորածեր եւ ճուրը գարներ ծովուն այդ փոսի մեջ կբարբեր։ Սուրբ Օգոստինոս երկար ժամանակ դիտեց այդ երեխային, այդ երեխան այդ ճուրը ծովու ճուրը գարներ այդ բզիկ փոսի մեջ կբարբեր։ Զարմացած հարցուցավ, ով երեխա, սա ինչ կնես։ Սա այս ամբողջ ծովը, սա այս փոսի մեջ պիտի բարբեմ։ Սուրբ Օգոստինոս խնդաց, սա որ բայց չես գիտեր սա որ անգարելի է սա այսքան հսկա ծովը սա այս բզիկ փոսի մեջ բարբել։ Մինչ այդ երեխան իրականության մեջ երեխա չէր, այլ հրեշտակն էր, որ երեխայի գերբարանքով եկած էր, եւ գտարնա Օգոստինոսին գսե, իսկ դու չես գիտեր, որ այս բզդիկ ուղեղի մեջ աստվածային հսկա գիտությունը չես կրնար դեղավորել։ Սիրելիներ, խորուրդ խորին։ Այս կյանքեն երբ որ բաժնվինք, այն ադեն շատ բաներ, որ այս կյանքի մեջ հարցական էին, այն ադեն պիտի հասկանանք եւ իմանանք։ Համբերենք այստեղ չէ, բայց այդտեղ։ Երկենք մեծ ու զարմանալի ենք ու գործերդ։ Մեծ ու զարմանալի են քո գործերը ամենագալ դեր Աստված մեր արդար ու ճշմարիտ են ջամփաները բոլոր ազգերիդ ու թագավոր դերով չի վախենում քեզնից ով է որ չի պարավորում քեզ քանի որ դու ես միայն սոր քանի որ դու ես միայն սոր բոլոր ազգերը պիտի գան քո առջևը ու քեզ պիտի երկրպագեն քանի որ իրավունքներդ
հայտնվեցին ամենագադեր Աստված մեր դերով չի վախենում քեզնից ով է որ չի բարավորում քեզ քանի որ դու ես միայն սուր միայն սուր միայն սուր քանի որ դու ես միայն սուր միայն սուր միայն սուր միայն դու սուրբ ես Տեր եւ վերջին երկը Հիսուս միայն ամեն բան է ալֆան եւ օմեգան է առաջինը ու վերջինը իմ կյանքիս մեջ այս կյանքի մեջ շատեր գուքան առանց հավատքի կմնան հավիտենական բադիժին գարժանանան Հիսուս ասոր համար եկավ խաչապայտին վրա մերավ որ ամեն ով որ հավատա փրկվի ուստի անորթուն վստահ է մեղքերդ բոլոր խոստովանե հույսդ միայն Հիսուսը է ներ ջամփայեն մդիր կալե ինքն է միայն նյութը խոսքիս անուշությունը իմ կյանքիս Հիսուս միայն ինձ համար ամեն բան է ամեն սիրելներ չգարժացնենք Տիրոջ թիմած մեր սիրտը Պողոս առաքյալը գսե երբ անոր ցայնը գլսեք այսօր ծեր սիրտերը խոնարհեցեք Տիրոջ թիմած այսօր հիմա է փրկության ժամանակը երկենք Հիսուս միայն ամեն բան է ալֆան եւ օմեգան է առաջինը ու վերջինը իմ կյանքիս մեջ փոթորիկները եւ գոքան զիսնելու թափարական զորավոր փազուկներում մեջ գնդկրգեզից ուստի երկեմ ես ամեն օր իր անունին հավատալով երբ բոլոր մեղքերս ներեց ամեն բանեզիս ազատեց ինքն է միայն նյութը խոսքիս անուշությունը իմ կյանքիս Հիսուս միայն ինձի համար ամեն բան է այս կյանքին մեջ շատեր գուքան առանց հավատքի կմնան հավիտենական բադիժին գարժանանան Հիսուս ասոր համար եկավ խաչապայտին վրա մերավ որ ամեն ով որ հավատա փրկվի ուստի անորթուն վստահ է մեկեր բոլոր խոստովանե հույսդ միայն Հիսուսը ներ ջամփայեն մդիր կալե ինքն է միայն նյութը խոսքիս
անոշությունը իմ կյանքիս, Հիսուս միայն ինձի համար ամեն բան է, Հիսուս միայն, Հիսուս միայն, Հիսուս միայն։ Եկեք փառք տանք Աստծո եւ ասենք. Փառք ես Աստված, փառք ես հաղաքս ամենայնի դեր, փառք ես։ Ավելի զորավոր։ 4. Փառք ես Աստված, փառք ես հաղաքս ամենայնի դեր, փառք ես։ Այո, այսպես ոչ թե հոգնածներու պես փառք տալ։ Փառք տալ կնշանակե նոր ուժ ստանալ, նորոգվել, ոչ թե էստե Աստված բաբա փառք ես Աստված։ Չէ, փառք ես Աստված։ Հա, ապրի գարաբեդ եղբոր պես ուսեք փառք եզը։ Շատ բարի եկացեք սիրելիներ բոլորդ անխադիր։ Բարի եկացեք բոլոր անոնք որոնք մշտապես ներկա են, բարի եկացեն, բոլոր անոնք որոնք գրգին վերադարձած են, բարի եկացեն եւ հadouk կուզեմ սիրելիներ ողջունել Հրանուշ Գույրիկը, բարի եկացես։ Լաբորալ արակերական ենք, թե ոչ պիտի գարձեինք, որ հապշտակվեցար, բայց գիտենք, որ հոս էստեր։ Փառք Աստծո, ուրեմն բարի եկացես այդքան բացակայության հետ եւ ով այսօր կամ ովքեր նոր եկած են այսօր։ Ով։ Շատ այսօր նոր մարդ չկա, որ եկած է, շատ բարի եկած եք բոլորդ եւ փյուր ողջուն բոլոր անոնք, որոնք համացանցի ջամփով գեդևին կամ ուղիղ եթերով գեդևին։ Շատ լավ, սիրելիներ 18-րդ գլուխն է, որ գսերդենք հայտնությունով անու եւ այսօր Աստծո ողորմությամբ եւ Սուրբ Հոգին զորությամբ առաջնորդությամբ պիտի ավարտենք 18-րդ գլուխը։ Բզիկ վերակաղմը, ուրեմն դեսանք թե ինչպես Հովանես Արաքյալ դեսավ հրեշտակը երկինքեն զորավոր հրեշտակը, որ բարձրացային բորած ինգավ Բաբելոնը եւ աբաց Սայմնա լսեց, որ գսեր ավադացյալներուն դուրս ելեք, անչափվեցեք Բաբելոնացիներեն, այսինքն այս երկրի բնակիչներեն, որբեսի երկու պատճառներու համար, որբեսի չլա որ անոնց մեղքի մաստագիծը լակ եւ չլա որ անոնց բադիժին արժանի ելակ։ Աբա սիրելներ դեսանք թե ինչպես Աստծո ցայնը գսեր որ հադուցանեցեք Բաբելոնին, գրգնագի, ինչ որ ըրած է հավատացյալներուն, ինչ որ նեղություն ասած է, գրգնագի հադուցանեցեք անոնց։ Եվ բացատրեցի ցեզի, որ հավատացյալները իրենք ինչպես Պողոս Արաքյալ գսե, Քրիստոսի հետ իրենք ալ պիտի տատեն աշխարհը, պիտի տատեն չար հրեշտակները։ Եվ նաև սիրելներ տեսանք, որ Բաբելոնի անգումին ժամանակ 3 խմբակներ հատկապես արցունք տապեցին, ողբացին, լացուգոձերին Բաբելոնի վրա։ Ովքեր էին առաջին երկրի բոլոր թագավորները, որտեղ այդ թագավորները զվարճանքի մեջ էին Բաբելոնի մեջ, ցոփ կյանքով գաբրեին, հղբացած ծևով, եւ հետեւաբար եւ որ Բաբելոնը գործանեցավ, իրենց այդ ամբողջ ցանկությունները, ամբողջ այդ ուրեմն ուրախությունները գործանեցավ։ Եվ անոր համար ողբացին, բայց ոչ մեկ բան չրին որ Բաբելոնը վերագանքնի, այլ ինչերին հերվենտիդեցին, հերացան։ Երկրորդ խմբակի մարդիկ ովքեր էին։ Վաճառականները, որոնք սիրելիներ, տեսանք ինչ տեսակ թանկագին ապրանքներ կբերեին Բաբելոն, այսինքն աշխարհին, նյութական ամեն տեսակ բան, ոսկիներ, մարգարիտներ, աթամանտներ, ծորեն, ամեն ինչ, մինչև իսկ մարդիկ կբերեին գծախին, այսինքն ստրուգներ, կերիներ։ Եվ հետևաբար վաճառականները մեծ գումարներ կշահեին, որովհետև մարդիկը գհղբացնեին այս աշխարհի հարստություններով եւ մարդիկը գերացնեին Աստուծմե, ըսելու համար որ այս աշխարհը գեր, խմե, քեֆր է, ուրախացիր։ Եվ ցավի սիրտ այսօր սիրելներ այս բոլորը ինչ կլան, նույն ցևով ավելի առաջ կերտան։ Այսօր ալ մեր նույնիսկ հայկական երկերու մեջնալ ինչ կա, գեր, խմե, քեֆր է։ Միայն ուրիշ բան չկա։ Աշխարհը մերնա, աշխարհը հայինա։ Այդքան խոնար են հայերը, երևակայեցեք, աշխարհը մերնա, ամեն մեկ հայ աշխարհին դերնա,
Երևակայեցեք սիրելներ, դեսեք ուր հասցուցած է հբարդությունը մեզի, ազգովին, որքան ձիձաղելի է, բայց իրականության մեջ ողբալի է, ողբալի, արցունք տապելու է։ Իսկ երրորդ խմբակի մարդիկ ովքեր էին, նավավարները, ծգնորսները, նավաստիները, ինչու որտեղ անոնքալ վաճառականներուն աբսպրանցները, բադվիրածները ինչ կնեին, քաղաքի քաղաք կբերեին, հետևաբար հսկա գումար գվաստգեին, եւ անոնքալ սկսան ողբալ եւ հող ցանել իրենց գլխին, եւ ասել որ այս մեծ քաղաքի նման ուրիշ քաղաք մը չկար, ինչ պատահեցավ, մեկ վարգյանվա մեջ ամեն ինչ կործանեցավ։ Եվ սիրելներ, դեսանք հագարագը այս աշխարհի մարդոց հագարագը, եւ որ աշխարհի մարդիկը գողբային Բաբելոնի գործաման վրա, այս անգամ ուրիշ խումբ մարդիկ գծնձային, գուրախանային, ովքեր էին անոնք։ Երկրի վրա հավատացյալները, երկնքի մեջ թե ռեշտակները, բայց նաեւ հաղթական եկեղեցին, սուրբերը, բոլոր անոնք, որոնց արյունը թափվեցավ այս երկրի մեջ։ Հետևաբար անոնք գծնձային եւ գուրախանային, ինչու, որովհետեւ գսեին, որ ահավասիկ Աստված թադաբարդեց Բաբելոնը եւ մեր արյան վրեժը արավ, մեր արյան վրեժը, եղբայրներ եւ քույրեր, ամեն մեկ թափված հավատացյալի արյունը Աստված գտեսնե եւ օր պիտի կա որ Աստված հավատացյալներու արյան վրեժը պիտի արդե։ Գիշեք, գիշեցնեմ դարձյալ Հայտություն Հովանու 6-րդ գլխու 9-11 համարներու մեջ, երբ Հովանես Արաքյալ տեսավ Աստուծո քահին թիմած, սեղանին թիմած հոգիներ, գաղաղագեին Աստուծո եւ գսեին արդար ու ճշմարիտ դեր, մինչեւ երբ մեր արյան վրեժը պիտի չառնես, մինչեւ երբ պիտի ամպերես, եւ Աստված ինչ ասավ, քիչ գալ ամպերեցեք, մինչեւ որ ամփոխչանա ծեր եղբայրներուն թիվը։ Եվ հետևաբար կնշանակե, որ երկրի վրա դակավին քրիստոնյաներ պիտի զոհվին, պիտի չարչարվին, պիտի նահատակվին հանուն Աստուծո, հանուն հավատքի, հանուն Քրիստոսի, սակայն անոնց արյան գաթիլմը իսկ, անոնց արյունն գաթիլմը իսկ պիտի չգործվի։ Ահա հիմա սիրելներ պիտի տեսնենք Բաբելոնի վերջնական անկումը, որ այլևս Բաբելոնեն հետքը իսկ պիտի չմնա եւ ոչ ալ Բաբելոնը այլևս պիտի վերականգնի։ Պատմության ընթացքին շատ Բաբելոններ եղած են։ Հին Բաբելոնը, հետո սիրելիներ Դյուրոսը, Փյունիգեն, Լիբանանը, հետո հռոմեական կայսրությունը, հետո սիրելիներ արաբական խալիֆայությունը, հետո օսմանյան կայսրությունը, հետո Ռուսաստան ցարիզմը եւ այլն, բայց այդ բոլոր Բաբելոնները աշխարհի մեջ կանտված են եւ այսօր վնե սկսյալ մինչեւ աշխարհի վերջը քանի անգամ ալ Բաբելոններ կան, որքան ալ Բաբելոններ կան, այսինքն կան աշխարհի մեջ մեծ զորություններ, մեծ ուժեր, որոնք սիրելիներ փորձեն ջնշել հավատքը քրիստոնյաներուն եւ հալածեն, նեղացնեն, դարաբեցնեն քրիստոնյաները, սակայն անոնց բոլորին վերջը վախճանը Աստված արդեն իսկ որոշած է։ Եվ հիմա պիտի տեսնեք, որ ինչ տեսակ թադաբարդություն կդրվի Բաբելոնին։ Եկեք միասին անցնենք սերտողության, նախ սերտենք 21-րդ համարը, 18-րդ գլխու 21-րդ համար։ Գսվի, աբա հզոր հրեշտակը մեծ երգանակարի մչապ քարմը արավ եւ ձով նետելով ասավ. այս նույն ուժնությամբ պիտի ինա Բաբելոնը մեծ քաղաքը եւ հավետ պիտի գործվի։ Սիրելիներ, Բաբելոնի գործանումը հաստատ եւ վերջնական պիտի լա։ Աստված արդեն իսկ որոշած է սկիզբեն վախճանը Բաբելոնին եւ ամբողջ պատմության ընթացքին բոլոր Բաբելոններուն, այն բոլոր քաղաքները, որոնք իրենց հարստությամբ գբարդանան, գծնձան, այն բոլոր քաղաքները, այն բոլոր գայսրությունները, այն բոլոր պետությունները, որոնք սիրելներ գծնձան իրենց զորությամբ, գհբարդանան եւ նաեւ սիրելներ իրենց ամփարոյությամբ, իրենց շնությամբ հարաճ կերտան, անոնց բոլորին գործանումը Աստված արդեն իսկ որոշած է։ Եվ այլևս սիրելներ օր պիտի կա, տեսեք ինչ կսվի այստեղ, հավետ պիտի գործվի։ Այլևս հետ պիտի չմնա, հավիտենաբես պիտի գործվի։ Չկա Աստուծո քով սիրելիներ ողորմություն այն
համագարքին եւ այն ղեկավարներուն եւ այն մարդոց նկատմամբ, որոնք մինչև վերջ իրենց սիրտը կգարձրացնեն ու չեն ապաշխարել։ Ձունգի չեն կար եւ չեն ասեր մեղադեր, մեղ գործեցի։ Սիրելիներ, աշխարհական կյանքի մեջ այդպես է, որքանալ մարդիկ փորձեն զորություն ավակել, օր գուկա, որ իրենց մի ավելի զորավոր մգուկա եւ զիրեն գդաբալե։ Եվ այդ դաբալումը իրենց ամբողջ կյանքը գարժե։ Բաբելոնը սիրելներ, ինքզինք ինչ կգարձեր, ինչ կգոչվեր հզոր քաղաք։ Բաբելոնը ինքզին կգարձեր, որ ինք անբարդելի է, անհաղթարելի է։ Հետևաբար ինք միագն է հաղթանակած։ Ահա սիրելներ, տեսեք այստեղ հրեշտակը Բաբելոնը ինչի ուրեմն գնմանցն է եւ ինչ պատկեր գուտա։ Գսե Հովանես Արաքյալ, աբա հզոր հրեշտակը մեծ երգանակարիմը չափ քարմ արավ եւ ձով նետելով ասավ, այս նույն ուժնությամբ պիտի ինա Բաբելոնը։ Նախ ցեզի բացատրեմ ինչ է երգանակար։ Երգանակարը սիրելիներ մեծ գլորակ շատ ծանր քարեր, որում աղորիկ է, որում մեջ ծորեն գտնեին եւ ինչ կնեին գաղային աբրիկ, բայց մարդ չէր գնար այդ քարը շարժել։ Իշուն գամցիուն վզին կգաբեին դախտագով եւ ինքը շուրջը գտարնար եւ կամած ինչ կլար գաղար։ Այդ քարը շատ ինչ էր, շատ ծանր։ Մարդը նույնիսկ սիրելներ ամենեն ծանրապարծը, որ ամենեն մեծ ծանրությունը կշարգի աշխարհի մեջ, Գինեսի գիրքի մեջ արձանագրված լա, այդ երգանակարը չի գրնար շարժել։ Հա? Հիմա, տեսեք, ուրեմն այս երգանակար, այս աղորիկի քարը օրինակ կուտա հրեշտակը եւ գսե։ Եվ նայեցեք ինչ հրեշտակ է, բարձ հրեշտակ չէ, այլ հզոր, որտեղ որուքով են գուկա, հզորինքով են, ով է հզորը, Աստված, անորամար միշտ կսենք Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմահ, Քրիստոսի համար, որ խաչեցար վասը մեր, որ հարյար իմերելոց վասը մեր եւ այլն։ Ուրեմն սիրելներ, հզոր Աստուծմե, հզոր հրեշտակ մգուկա։ Բաբելոնը հզոր կգարձվեր։ Բաբելոն ուր է քո հզորությունը, ճշմարիտ հզորությունը որուքով է, Աստուծոքով։ Եվ ահա վասիկ Աստված երկինքեն հզոր հրեշտակ մը կգրգե եւ այս հրեշտակը մեծ երգանակարի մչափ քարմը գարնե։ Դեսեք սիրելներ, մարդուն չկարողացած շարգելը ով կշարգե, հրեշտակը։ Գիտեք հրեշտակները ինչ հզորություն ունին։ Հրեշտակները սիրելներ, հրեշտակներու զորությունը անսահման է։ Հզոր են հրեշտակները։ Հետևաբար այդ երգանակարը գարնե այս հրեշտակը, այս մեծ ժայռը, մեծ քարը գարնե եւ ինչ կնե ձովը գնեդե։ Եղբայրներ եւ քույրեր, բամ երևակայեցեք, հսկա քար արեք, ինչ աբորտու կրնակ շարգել եւ ձովը նետեցեք։ Ինչ կլա այդ ձովու մեջ եւ որ քարը գինա, գջպացնե, չէ, ջպ հզոր զորությամբ գինա եւ գժայքի ջղփոց կելե, ջղփոցի ցայն կելե, ճախ եւ այդ քարը, այդ մեծ քարը, ծանր քարը ինչ կլա, հադագը կսուզվի եւ այլևս ճուրին դագեն հանելը անգարելի է եւ որ հզոր ծանր քար է։ Ուրեմն դեսեք այս բատկերը ուրեմն հրեշտակը գարնե եւ գսե որ ահա վասիկ Բաբելոնը այս ուժգնությամբ պիտի ինչը լա, պիտի գործվի, պիտի ինա։ Բաբելոն քաղաքը պիտի առնե Աստված եւ պիտի ուրն է դե, ոչ թե ճուրին մեջ, այլ գրագե եւ ձծումփե լիջին մեջ։ Լիջին մեջ, գրագե լիջի մեջ։ Այսինքն հավիտենական բադիժը պիտի կա այս աշխարհի համագարկին։ Հետաքրքրական է, երբ որ գարտակ 5 դագարանի Երեմիայի մարգարեն 51-րդ գլուխը, որ քիչ առաջ վերջի մասը մենք կարդացինք, 59-ն 64 համարներու մեջ, սիրելիներ, Երեմիա մարգարեն ինքը Աստուծմե հրաման կստանա, որբեսի Բաբելոն ուղարկե Սարայան ինքը ուրեմն Հութայի Սետեգիա թագավորին
սենեգաբետներ եւ գսե իրեն Երեմիա մարգարեն Սարայային քնա այս քրքի մեջինը գարտա Բաբելոնի ժողովրդին ապա այս քրքին վրա քարմա անցուր եւ ձովնեդե եւ ասե այսպես պիտի անգղմի Բաբելոնը ու անգամն ալ պիտի չգանքնի իմ անոր վրա բերելու ճարիքներուս բաժարով եւ անոնք պիտի հոգնին ահա սիրելներ այդ արարքով բատկամ գդրվեր Բաբելոնին որ պիտի սուզվեր եւ այլևս ոտքի պիտի չգանքներ Սիրելի եղբայրներ եւ քույրեր որքան պատմությունը սերդեք մարդկային պատմությունը պիտի տեսնեք որ շատ մեծ գայստրություններ եւ միահեծան ղեկավարներ եկած են աշխարհի մեջ որոնք գարձեր են որ իրենք են եւ վերջ իրենք են եւ այլևս ոյ մեկը պիտի չկարողանա իրենք բարդության մատնել օրինակ հին Բաբելոնը Եգիպտոսը Դյուրոսը Ռոմեական գայստրությունը Ջենգիզ խանը Օսմանյան գայստրությունը համայնավարությունը Հիտլերը եւ այլն ով որ ծեր միտքեն գանցնի սակայն սիրելներ անոնք բոլորնալ իրենք անձնապես եւ իրենց մայրաքաղաքները իրենց ստեղծած գայստրություններն ալ բոլորն ալ ինչ եղած են գործանած են չգան նայեցեք հայ ժողովուրդ ասիգա թեթևի մի առնեք եւ հարևանցի մի առնեք մեր վերջին թագավորը մեր հայացքի վերջին թագավորը 1375-ին հայոց թագավորությունը գործանեցավ մենք 1375 թվականին Ռուպինյան թագավորություն եւ որ գործանեցավ մենք երբեք թագավորություն չունեցանք մենք ատկե վերջ անին արդեն մեր ցերկեն կրավեցավ ձախվեցավ անին եւ ատկե վերջ սիրելներ միշտ իշխանության դակ եղանք օսմանցիներուն բարսիկներուն ռուսերուն եւ չարտվեցանք 1915-ին եւ 3 տարի յետք 600 տարի անցած էր 1375 թվականին մինչև 1918 մոտավորապես 600 տարի մենք սիրելներ անկախություն ունեցանք մենք հայրենիք ունեցանք եւ միշտ կմտածեմ այդ վեց եւ որ գարտակ 1375 թվականին մինչև հայոց չարտը այնքան չարտված ենք այնքան մեր վրա դուրք նշանակած են այնքան սիրելներ այրուցի բանջած են մեզ այնքան մեր դուները այրած են մեր ծիրակիրները այրած են մեր հայրենիք քարուքան տրած են մենք մեր հայրենիքի մեջ մենք թափարական աստանտական ցանկով ապրած ենք ինչու համար մենք չենք վերացած ինչու համար սիրելիներ մեզ հալածող հսկա գայստրությունները գործանեցան բայց մենք մնացինք մենք որ այդքան տանջվեցանք, դարաբեցանք ինչպես եղավ որ հզոր զորությունը գործանեցավ դգարը զորացավ Հիսուս ասավ ով որ իր անձը բարձրացնե պիտի խոնարհի եւ ով որ խոնարհեցնե պիտի բարձրանա դերը բահեց մեզ որքան ալ սիրելիներ այսօր անաստված հայեր Ասեմ որ քրիստոնեությունը մեր դունը կանթեց քրիստոնեության մենք դգարացանք այ հիմարներ եթե մենք քրիստոնեությունը ընդունած չլայինք մենք գործանած կլայինք մյուս բոլոր թակավորություններում պես Աստված մեզ բահեց Աստված եւ թեր Աստված մեզ կբահե որովհետեւ թեր անելիք ունի մեզ հետ ինչ որ է սիրելներ ուրեմն այս բոլոր գայստրությունները որ գործանեցան նույնպես ալ Քալիկ բոլոր Բաբելոնները եւ հատկապես աշխարհի վաղճանեն առաջ Հագաքրիստոսի ներին բերած Բաբելոնը համագարկը ամբողջությամբ պիտի գործանի այո մեծ փառք պիտի ունենա այո մեծ զորություն պիտի ունենա այո սիրելներ աշխարհի մեջ մեկ օրենք մեկ գրոնք մեկ քաղաքականություն մեկ դնդեսություն պիտի լա եւ ները ինքի այս ամբողջ զորություն աշխարհի փառքը իր ցերկի մեջ պիտի ունենա բայց մեկ է Աստված անոր ահեղ Թադաստանի պիտի ենթարկե եւ ինչպես որ գիշեք եւ որ եգիպտացիները հրյա ժողովուրդը Եգիպտոսեն դուրս ելավ եգիպտացիները փարավոնին հետ միասին հալածեցին ժողովուրդը ինչ պատահեցավ դերմը հասավ հրյա ժողովուրդը որ մեկ կողմեն թիմացը Գարմիր ծովն էր մյուս կողմեն յետևեն
Եգիպտական բանակները ուր պիտի փախչեին։ Ամբողջ ժողովուրդը սկսավ աղաղակել Մովսեսին ասելու համար, որ ինչ էր մեզի։ Ինչ էր մեզի։ Ավելի լավ էր որ մենք սուկ մնայինք այդտեղը, թե չմեռնեինք։ Ավելի լավ որ սոխ ուտեինք այդտեղը, քան թե այստեղ կայինք եւ հիմա հավասիկ, ինչ պիտի լա մեր վիճակը։ Եկան եգիպտացիները մեզ պիտի սպանեն։ Սիրելներ, երբ որ ամեն ճամփաները փագեն, ճամփամը գա որ Աստված կփանա, որ մարդու միտքը չի հասնիր։ Աստված Մովսեսի ասավ, ցերքի կավազանը ձարք ճուրին եւ ճուրերը պիտի բացվին։ Եվ Գարմիր ծովը բացվեցավ։ Եվ ժողովուրդը մեջեն անցավ։ Եվ վերջ ինչ մտածավ, երբ որ եգիպտացի բանակներն ալ փարավոնին հետ միասին ճուրի իջան, ինչ եղավ, ճուրերը փակվեցան։ Ահա սիրելիներ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, եթե այսօր ալ քու կյանքիդ մեջ, մեր ասկի կյանքի մեջ, եթե դռներ փական եւ կան վստահ եմ բոլորիս կյանքի մեջ, մի ուսադիկ, մեկ բան արեք, ձունգի եկեք ամբողջ սրտով եւ ասեք, դեր, ես գիտեմ որ մարդկային բոլոր ճամփաները, բոլոր դռները ինձ իմացս փակեն, բայց ես մեկ բան գիտեմ դեր եւ ամբողջ սրտով սկավադամ եւ հարց չեմ դար երբեք։ Գիտեմ որ թուն ունիս միջոցը եւ ճանապարհը դեռ բանալու։ Եթե քու զավակը սիրելի եղբայր եւ սիրելի քույր, եթե զավակները թորներդ Աստծո ջամփեն երացած են, եթե այնպիսի վիճակի մեջ է որ կյանքը դժոխքի նման է, եթե տնտեսական վիճակդ, կորձի վիճակդ, դունիդ կյանքը այսպիսի ահավոր վիճակի մեջ է, թուն զունգի եկուր, դերը գուզե խոնարեցնել քեզ։ Դերը գուզե խոնարեցնել քեզ, որբեսի բարձրացնե, ոչ թե որբեսի քեզ գործանե, այլ որբեսի բարձրացնե քեզ։ Եվ աղոթքդ բարձրացուր հավատքով, եւ ասե դեր, ես ջար չունիմ, բայց միակ ջարս տունես, եւ գիտեմ որ դեր թուն պիտի բանաստերները։ Ահա սիրելներ, ինչպես որ փարավոնին զորքերը ինգան ճուրի մեջ, այդպես ալ Բաբելոնի, այս երկրի բնակիչներու մարդիկը այդ գրագե եւ ձծումպե լիջի մեջ պիտինան։ Երկու բառալ խոսիմ այս երգանակարի մասին։ Սիրելներ, գիշեք Հիսուս ալ կործացեց այս երգանակարի պատկերը։ Եվ ինչ ասավ։ Ըստ նկարագրելու համար ուրեմն բոլոր անոնք, որոնք Աստծո զավակները մեկը գկայտակեցնեն, Հիսուս ասավ Մարգոսի ավետարան 9-րդ գլուխ 42-րդ համար։ Ով որ ինձի հավատացող այս փոքրիկները մեկը կայտակեցնե, լավ գլա որ կայտակեցնողին վիզին ինչ կլա մեծ երգանակարմը անցվի եւ ձովը ցկվի, որբեսի այլևս ուրիշներուն ալ կայտակության պատճառ չլա։ Սիրելներ, գիտեք այսօր որքան մարդիկ կան պետք է ձովը ցկվին։ Բայց հարցումը հետևյալն է։ Մեր վիճակը ինչ պիտի լա։ Մենք այդ կանալ արդար չենք, հա սիրելներ։ Մեր վզին ալ պետք է քարեր տնենք, որ նետվինք։ Եվ քարերը մենք պետք է գաբենք։ Որովհետև ամեն օր Աստծո խոսքը գիտնալով անթերց որքան մեղքեր կգործենք։ Բաբելոնի եւ ոչ միայն Բաբելոնի անշուշտ, այլ բոլոր երկրի բնակիչներուն վախճանը սիրելներ ուժ գնագի եւ անագնկալ պիտի լա։ Եվ մեկ անգամ են։ Իսկ գորուստը, նայեցեք վերջին բարերը գարտանք, ինչ պիտի լա, հավեդ պիտի գործվի։ Այսինքն այլևս սիրելներ հետ պիտի չմնա։ Այլևս հույս պիտի չլա, որ այլևս Բաբելոնը նորեն ստեղծվի։ Չգա աշխարհի վախճանն է այլևս այստեղը։ Չգա։ Այլևս այնպես չէ որ այլևս մերանք ասենք որ ամեն անգամ ամեն 100 տարին անգամ ամեն 50 տարին անգամ աշխարհի վրա մեծ ուժ կա եւ մեծ գործանը չգա։ Վերջ։ Ասի վերջին Բաբելոնն է, վերջին ուժն է աշխարհի, վերջին սիրելիներ գայստրությունն է աշխարհի։ Եվ պիտի գործանի, պիտի ոչնչանա։ Փնդրել, եթե մարդիկ փնդրեն անգամ պիտի չգտնեն, ինչպես Եզեկիելի մարգարեի մեջ գսվի 26-րդ գլխու 21-րդ համարի մեջ։ Ամենեն պիտի սոսկաս ու պիտի ոչնչանաս, պիտի փնդրվիս, բայց հավիտյան պիտի չգտնվիս։ Լավ է որ սիրելներ ամեն մարդ սկիզբեն իմանա Բաբելոնին բադահելի գործամա մասին,
որբեսի մեղանչելե թատրի եւ Աստուծո դիմաց ձունգիկա եւ ներում խնդրե։ Այս բոլորը արցնակրված են Սուրբ Գիրքի մեջ, որբեսի ամենքս գիտնանք, որ ամեն չար իր վախճան ունի, հետեւաբար չլա որ մեկը չարանա։ Որովհետեւ լսած եմ հաջող մարդիկ ասեն, այսքան մարդիկ չարիկ կնեն եւ ավելի լավ կյանքով գաբրեն, քան թե ես որ ամեն անգամ Աստուծո խոսքը գուզեմ կործատրել եւ այսքան վատություն կա։ Ես այլևս չարիկ միտենեմ։ Ըսկուշ եղեք սիրելներ, ով որ չարերու չար վարքին կմասնակցի, չարերուն ալ բադիժին պիտի մասնակցի։ Անցնիմ հաջորդ համարի սերդողության 22-րդ համար։ Պիտի լրեն բոլորը քնարահարներ եւ երաժիշտներ, սրընկահարներ եւ փողահարներ, ալվոյեվե արհեստ իքորց տնող արեստավոր պիտի չգտնվի քու մեջդ, երգանակարին ցայնը պիտի չլսվի քու մեջդ։ Սիրելներ, այս համարի մեջ եւ 20-րդ համարի մեջ, հաջորդ համարի մեջ պիտի նկարագրվի թե ինչ պիտի ըլա Բաբելոնին վախճանը, թե ինչ բաներ պիտի թատրին լսվել է կամ գդարվել է այնտեղը եւ երբ երգանակարիմը բես այդ հզոր ու փառավոր քաղաքը ձովը նետվի եւ գործանի, այսինքն գրագելիջի մեջ նետվի եւ գործանվի։ Դեսեք, ամեն բանի առաջ այնտեղ ինչ պիտի լա։ Առաջին դողը ինչ կսե լրություն։ Ամեն բանի առաջ լրություն պիտի լա։ Գիտեք ինչ կնշանակի լրություն։ Մերելություն։ Այսինքն սիրելներ հիշեցեք Բաբելոնը ինչ երկիր էր, կամ ինչ քաղաք պիտի լա, կամ ինչ գայսրություն պիտի լա։ Հզոր, ուրախ, գեր, խմե, բարդացրե, ըսպաննե, աղմգոտ։ Երևակայեցեք, որ այդ քաղաքը կամ այդ համագարկը ինչ պիտի լա, ամբողջությամբ պիտի լրե, պիտի ամայանա իսպար, ամեն բան այնտեղ պիտի թատրի։ Եսայի մարգարեի 10-րդ գլխու 20-րդ համարի մեջ կսվի, հոն հավիդյան բնակություն պիտի չլա եւ ազգե ազգ մարդ պիտի չբնակվի։ Իսկ Եզեկիել 26:13-ի մեջ կսե, հոն ամեն ցայն պիտի լրե, ամեն երաժշտություն պիտի լրե։ Հարցում ցեզի, երաժշտությունը ընդհանրապես երբ կնվագվի։ Ուրախ ժամանակ, աբրիկ, ուրախ ժամանակ։ Եվ նայեցեք այստեղը քանի մը կորձիկներու մասին գսվին։ Քնարահարներ, քնարահարը գիտեք ինչ է, չէ՞ ինչ է քնարը։ Հարփն է քնարը։ Ամենեն գեղեցիկ քնարները, գիտեք անցյալին քնարները եւ երաժիշտները երբ կլային, ուրախության սկեֆերու ժամանակ։ Սրընկահարները, գիտեք ինչ է սրինք նվագողները երբ կնվագեին անցյալին, սուկի ժամանակ եւ ընտրիկներու ժամանակ։ Իսկ փողահարները, տրամպետ նվագողները, գիտեք երբ կնվագեին, երբ որ խաղերու պիտի հրավիրեին, եւ երբ որ թատրոնի պիտի հրավիրեին, փողեր գնչեցնեին, թակավորական բաներ դեսեր եք, չէ՞, ամեն մարդ ուրեմն ամֆիթեատրոնի մեջ հավաքված է եւ անգա պա գայստրի եկավ, ամենքը ոտքի գելեն, չէ՞։ Ուրեմն այս բոլորը սիրելիներ պիտի թատրին։ Պիտի թատրին ամբողջությամբ։ Այսինքն ոչ ուրախության ցայն պիտի լսվի, ոչ ընտրիկներ պիտի լան, ոչ խաղեր պիտի լան, ոչ թատրոններ պիտի լան, ոչ համերգներ պիտի լան, որովհետև Բաբելոնը ամբողջությամբ պիտի գործանվի։ Ամեն ուրախություն իր մեջ պիտի թատրի։ Շեն եւ շողշողուն այդ քաղաքը պիտի ամբողջությամբ ամայանա։ Քերեզմանի պիտի վերածվի ամբողջ Բաբելոնը։ Երկրորդ սիրելիներ, Բաբելոնի մեջ բոլոր արհեստները պիտի թատրին։ Հացեք, ալվոյևե արհեստ իքորց տնող արհեստավոր պիտի չգտնվի քու մեջդ։ Ինչ որ արհեստ կա մեջդ, այլ խոսքով ինչ որ կորձ կա մեջդ, ինչ պիտի լա, պիտի թատրի։ Ները որ ժողովրդին հայտարարած պիտի լա, որ ես սեզի հսկա կորձեր պիտի բերեմ։ Հայաստանի վերջին ընտրությունները մեկ հատ նայեցեք։ Մեկ հատ վերհիշեցեք սիրելներ ամեն մեկ ղեկավար ինչ խոստումներ տվավ։ Մեկը ասա որ եթե ինձ ընտրեք ես 3000 կամ 30000 կամ 3 միլիոն կորձատեղ կբանամ։ Մյուսը ասավ այս կնեմ, այդ կնեմ։ Երևակայեցեք որ եթե այսօր մարդիկ իրենց սահմանափակ զորության եւ կարողության մեջ այսպիսի խոստումներ գնեն, հապա ները
հագա Քրիստոսը, որ սատանայի զորության պիտի կա, ինչեր պիտի ենե, ինչեր պիտի խոստանա եւ ինչ խանութներ պիտի բանա, ինչ գործեր պիտի ենե։ Եվ ահա վասիկ պիտի ովևէ արհեստ ուրեմն ի գործ տնող արհեստավոր պիտի չգտնվի քո մեջդ, ամեն ինչ պիտի դատրի, նույնիսկ ամենօրյա կյանքը պիտի դատրի։ Ուրգեք գիտենք, նայեցեք ինչ կսե, երգանակարին ցայնը ինչ պիտի չլա, պիտի չլսվի։ Երգանակարին ցայնը գիտեք, չէ՞, քարը քարին որ գզարնվի, լսած եք, չէ՞։ Ցայնավոր գնեմ ցեզի որպես հասկանաք սիրելիներ։ Բայց ուրեմն ամ որ չէ լսած ես լսած եմ ադորամար ագանչիս մեջն է թեր այդ երգանակարին ցայնը սիրելիներ բայց եւ այդ երգանակարով ինչ կպատրաստենք գսինք ալյուրեն ինչ կպատրաստենք հացը ինչ է ամենօրյա ինչն է ամենօրյա կյանքը կխորհրդանշե ուրեմն եւ որ գսե որ երգանակարի ցայն պիտի չլսվի մեջդ այսինքն ամենօրյա հաց անգամ պիտի չգտնվի այլևս մեջդ Սատանան որ խոստացած էր եւ ինչը սած էր, ով որ ինձի գերգրբակե եւ իր նշանը գառնե իր ջագադին ու թևին վրա, ամեն արադություն պիտի ունենա։ Իսկ ան որ այսպես կոչված Քրիստոսին գավադա, հաց անգամ պիտի չունենա։ Հիմա ինչ է բատկերը ինչ կլա գշրջվի։ Ովքեր հաց չեն ունենար, անոնք որոնք սատանային գերգրբակեն։ Ահա սիրելիներ, թե ինչեր պիտի բադահին երկրի վրա։ Հաջորդ համարը Շարունակությունը նայեցեք թե ինչեր պիտի բադային Բաբելոնի վրա, Բաբելոնի մեջ կամ երկրի վրա։ Հիշեցեք Բաբելոնը մեկ քաղաքի մասին չէ, այլ ամբողջ համագարկի մասին, աշխարհահամարագարկին։ Շարունակությունն այն 20-րդ համար։ Ջրակին լույսը այլ պիտի չփայլի քու մեջդ։ Փեսային ու հարսին ցայնը պիտի լրե քու մեջդ, որովհետև վաճառականներդ աշխարհի հզորներն էին, որովհետև բոլորն ալ ամեն ազգեր քութունավոր գախարտանքետ մոլորեցան։ Ուրեմն առաջին դեսանք որ սիրելներ լրություն պիտի լա Բաբելոնի մեջ, այսինքն այս աշխարհի համագարկի մեջ ոչ մեկ երաշտյան ցայն, ոչ մեկ ուրախություն։ Երկրորդ դեսանք որ առօրյա կյանքը պիտի թատրի։ Երրորդ այստեղ է երրորդը։ Ջրակ ամբողջական խավար պիտի լա Բաբելոնի մեջ։ Սիրելներ ուր որ Հիսուսի լույսը չգա, այնտեղ ինչ է խավար։ Ուր որ Քրիստոսի լույսը չկա, այնտեղ խավար է, հստակ է։ Ինչու համար միշտ սուրբերուն բատկերներուն վրա լույսը բսակ կա, ինչու համար անոնց դեմքը լույսով ջարակայթուն է, ինչու համար սիրելիներ հավատացյալ մարդը եւ որ գտեսնես, ջագադի միրոն լուսափայլ է, իսկ եւ որ մեղավոր մարդ գտեսնես որ չարություն կա դեմքի վրա, խավար կա։ Մենք ալ չէ, փարգանանք ինչ կլա մեր դեմքը, գխավարի։ Ամիջապես արդեն գտեսնես որ մարդուն թեմքը խավարեցավ, փարգություն լեցվեցավ թեմքին վրա։ Մինչդեռ սիրելներ, երբ որ Քրիստոսով գլեցվի Քրիստոսի լույսով, թեմքը կբայծարանա։ Հիմա իմ թեմքս ինչպես է։ Ավրիկ։ Սիրելիներ, խավար պիտի դիրե աշխարհի վրա։ Խավար։ Եվ այս է ցավալին, որ աշխարհը սիրելներ չանդրադառնար։ Երևակայեցեք աշխարհի լույսի քաղաք համարվող Լաս Վեգասը։ Լաս Վեգասը, որուն լույսերը չեն մարիր, Լաս Վեգասը, որուն ցայները չեն թատրիր, այնտեղը գադարյալ ինչ լա խավար։ Գադարյալ խավար։ Եվ իսկապես, եւ որ օր մկացեր է այդեղ բادرակի մեր հայ ժողովրդի զավակներուն համար։ Եվ քաղաքի մուտքին դեսա սիրտս թողալուս կսավ Sin City մեղքի քաղաք այդպես կրված է հստակ մեծ կիրերով մեղքի քաղաք ուր որ մեղք կա այնտեղ Քրիստոս չկա ուր որ մեղք կա այնտեղ խավար կա եւ պիտի խավարին այդ քաղաքները չորրորդ սիրելիներ այստեղ գսե ինչ հարսանեկան ուրախությունները պիտի թատրին նայեցեք ինչ գսի որու ցայները պիտի թատրին Պեսային ու հարսին ցայնը պիտի լրե քու մեջդ այս բոլորի մեջ ամենեն ուրախանալի մեր կյանքի մեջ ալ սիրելներ իրականության մեջ ամենեն ուրախանալի ցնծության քեֆի ժամանակը երբ է հարսանիքի ժամանակը չէ ինչպես որ Հայաստանի մեջ կսեն ինչ կսեն պիտի
դժանք, պիտի դժանք, բայթինք, դժոց, ուրգե գանեմ, սորվեցա, ուրեմն սիրելներ, այդ սայները բոլորը ինչ պիտի լան, պիտի լրեն, ալ հարսուպեսայից սան պիտի չլա, ուրախության այսինքն հարսանեգան ծնծություն պիտի չլա, ամեն ինչ պիտի լրե, ամեն դեղ սուկ պիտի դիրե, հիշեցեք թակավորները, հիշեցեք վաճառականները, հիշեցեք սիրելներ նավաբարները, սուկ ըրին, սուկ պիտի լա ամեն ինչ, Երեմիայի մարգարեության մեջ 25-րդ գլուխ 9-10 համարներու մեջ տեսեք նույն բաները գսվին Աստված հին ժամանակեն ալսած է եւ մարդիկ քանի որ մտիկ չրին աշխարհը գործանեցավ նայեցեք ինչ ասած է Աստված Երեմիա մարգարեին բերնով եւ Հութայի քաղաքներեն ու Երուսաղեմի փողոցներեն ծնծության ցայնը եւ ուրախության ցայնը Պեսային ցայն ու հարսին ցայնը պիտի թատրեցնեմ վասնզի երգիրը պիտի ամայանա Երեմիա 7-րդ գլուխ 34-րդ համարն է իսկ Երեմիա 25-րդ գլուխ 9 եւ 10 համարներու մեջ կշարունակե մարգարեն գսե բոլոր երգիրը նզովածի պես բնաչինչ պիտի անեմ գսե Աստված զարմանքի ու սուլելու ենթակա պիտի անեմ ու հավիդենաբես ավերակ պիտի անեմ Անգետ ծնծության ցայն եւ ուրախության ցայն, Պեսայի ցայն ու հարսի ցայն, աղորիկի ցայն ու ջրակի լույսը պիտի գործընծնեմ։ Գտեսնեք սիրելիներ, Աստված ամեն ինչ ասած է Սուրբ Գիրքի մեջ։ Ամեն ինչ։ Չկա բանը որ դերը չի ասած։ Հարցում ինչու համար Ինչու համար Աստված Բաբելոն պիտի գործանե, ինչու համար պիտի թատրին սիրելիներ երաժշտությունները, ինչու համար առօրյա կյանքը պիտի թատրի, ինչու համար սիրելիներ ջրակը պիտի խաբարի, ինչու համար հարս ու Պեսայի ցայնը պիտի թատրի, ինչու համար, ինչ են պատճառները։ Մեղքը։ Այս համարի մեջ հիմա հաջորդ դողեր անցիր, այս դեղը երկու պատճառներ կուտա եւ հաջորդ վերջին համարի մեջ ամենեն կարևոր պատճառը գուտա երրորդ պատճառը եկեք երեք պատճառները տեսնենք սիրելիներ գսե առաջին պատճառ որովհետև վաճառականները աշխարհի հզորներն էին պիտի հարցնեք չհասկացանք պատճառը այր բարտև այսինքն վաճառականները հզորներ էին ասելով ինչու համար պիտի գործաներ Վաճառականները ինչ կբերեին, կամ ինչ պիտի բերեն Բաբելոնին, ապրանքներ, չէ, հարստություն։ Այսինքն ժողովուրդը պիտի Աստուծմե հերացնեն, հոգևոր արժեքներեն պիտի հերացնեն եւ պիտի գետրոնացնեն եւ գաբեն ինչին, աշխարհին։ Հիշեցեք սատանային խոսքը, որ Հիսուսի ասավ եւ այսօր ամեն մարդու գսե։ Ամբողջ աշխարհի փառք Հիսուսին ցույց տվավ եւ ասավ աշխարհի փառք եւ հարստությունը այս բոլորը քեզի գուտամ միայն ինձ երկրպակե հիմա ինչ կնե աշխարհը մեզի քեզի կհարստացնեմ քեզի կփարավորեմ քեզի բարձր թիր կուտամ քեզի այս կուտամ մորցիր Աստված սիրտդ կապե ինչին աշխարհին եւ ցավի սիրտ սիրելիներ ոչ միայն անաստվածներուն, այլ հավատացյալներուն, նույնիսկ գրոնավորներուս շատերուն սիրտը կապված է այս աշխարհին։ Գրոնավորներու մեծ մասը ցավի սիրտ, ղեկավար գրոնավորներն սկսյալ հարուստներուն ավելի յետևեն են քան աղքատներու, հարստության յետևեն են քան թե հավատքի։ Ինչու՞։ Որովհետև այս աշխարհը քրաված է, որովհետև այս աշխարհը մոլորեցուցած է հաջորդ բաժարի մեջ պիտի տեսնենք եւ վաճառականները սիրելիներ անոնք են որ մարդու գետրոնացումը գեհերացնեն Աստուծմե եւ կգաբեն աշխարհին իսկ Հակոբոս դիարդեղբայրը իր նամակի 4-րդ գլխու 4-րդ համարի մեջ 4-4-ի մեջ շատ կարեւոր համար է սիրելիներ ցերկով արցնակրեցեք Հակոբոս 4-րդ գլուխ 4-րդ համար հետեւյալը գսե անհավատարիմ մարդիկ չեք գիտեր որ աշխարհին հետ բարեկամություն անել Աստուծո թշնամություն անել կնշանակե որովհետև ով որ գուզե աշխարհին բարեկամը լալ ինքզինք Աստուծո թշնամի կդարձնե եւ
Դիմոթեոսի նամակին մեջ Պողոս առաքյալը սիրելիներ շատ կարևոր խոսք մը գսե առաջին Դիմոթեոսի նամակի 5-րդ գլխուն պիտի գարտամ սիրելիներ 8-10 համարները եթե ուդելիք եւ հատնելիք ունիք անոնցմով բավարարվենք իսկ անոնք որոնք հարստանալ գուզեն փորձության եւ թագարտի մեջ կինան գբրնվին շատ մը ամմիտ ու վնասագար ցանկություններով որոնք մարտիկը մահվան եւ գորուստի անտունդը գկլորեն որովհետեւ բոլոր ճարիքներու արմատը տրամասիրությունն է շատեր տրամ թիզելու ցկտելով հավատքեն շեղեցան եւ իրենք զիրենք դանչեցին բազմաթիվ ցավերով Սիրելներ հարստությունը մեղք չէ բայց հարստության համար ապրիլն է մեղքը հարստութենը գախյալ ըլլալն է մեղքը հարստությամբ հբարդանալն է մեղքը հարստությունը միայն քեզի ուրեմն բատկանեցնելն է մեղքը հարստությանը քերի ըլլալն է մեղքը բայց եթե հարստություն ունիս ջագդի կրտինքով եւ նաեւ բարեգործական կյանքով գաբրիս առանց ցայնի միայն որ Աստված դեսնե այդ ժամանակ Աստված քեզ ավելի գուտա մեգիտ փոխարեն դասնաբադիգը հազարաբադիգը ուրեմն վաճառականները առաջին հերթին սիրելներ բաժար եղան որ դժբախտաբար Բաբելոնը կանտվի առաջին բաժարը հետևաբար հբարդության եւ հարստության բաժարն է երկրորդ բաժարը նայեցեք ինչ կսե որովհետեւ ինչ վաճառականներ վերջ որովհետեւ բոլորնալ ամեն ազգեր քու թունավոր գախարտանքետ մոլորեցան քու գախարտութենետ շեղեցան մոլորեցան նախ ասեմ սիրելներ գախարտությունը մաս կգազմես սատանայի պաշտամունքին գախարտությունը սատանայություն է ով ինչ կուզե թող ասե եթե հանգարց Ձեր զավակները մեկ գախարտություն գուզե սորվիլ մի համացայնիկ հբարդանալով ալուրիշներում իսեք որ զավակս գախարտություն գնե ես կհիշեմ ընտանիքիմը այցելած էի դարիներ առաջ մինչե հիմա մեկ անգամ է միտքս եկավ դարիներ առաջ բադանի ուրեմն իրենց զավգին հարցուցի այդ ժամանակ 10-11 տարեկան էր այդ երեխան ասի վաղ որ մեծնաս ինչ կուզես դառնալ ասավ գախարտ եւ գրոնավոր ասի որ վաու երկու հագարակ բաներ բայց եթե այս երկուքը միացնես սատանայի գրոնավոր կդառնաս եւ ահավոր եւ ազգին գլխուն մեծ փորձան կբերես հիմա չեմ գիտեր այդ երեխան գաղութեմ որ դա Աստված որ երեխան այդպիսի բան ըրած չլա բայց գախարտությունը սիրելներ սատանայի զորությամբ է Այս black magic լսած եք, չէ՞։ Սև գախարտությունը։ Սիրելիներ, ամփոխությամբ սատանայություն է։ Եվ վայ եկեղեցես մի եթե ոյ մեկը գախարտներու գայցել է։ Գախարտներու գայցել է որ քուշակներու կամ որբեսի գիտնա որ ինչ միտլա իր վիճակը, կամ թուղթուքիր ընե, այսինչ դղուն վրա կամ այսինչ աղջկան վրա։ Վայ եկեղեցես մի ոյ մեկը եթե ըրած է 1000 վայ Այսօր գերտակ դուն ձունգի գուկակ Աստուծո ողորմությունը կխնդրեք որովհետև Աստված Սուրբ Գիրքի մեջ կսե այրեցեք գախարտները եւ պիտի այրին գախարտները եւ անոր գախարտներու գերտանոնք ալ պիտի այրին եթե չզղջան ու չդառնան գախարտությունը սիրելներ անցյալին հռոմեական գայսրության մեջ գախարտությունը եւ բոլոր գայսրություններու մեջ բոլոր տակավորություններու մեջ դարածված երևույթ էր հիշեցեք եւ որ հрьяաներու առաջին տակավորը ինչ էր անունը Սավուղ եւ որ Սավուղ տակավոր եղավ ինչ եղավ արկիլեց ինչը գախարտությունը չէ բայց վերջը ինչ եղավ ինքնաց գախարտի մոտ ուրեմն գախարտությունը սիրելներ Աստուծոքով ընդուների չէ բացարձակ կերպով հիմա այստեղ գախարտանքը այն իմաստը ունի թե վաճառականները սիրելներ նյութական արադությամբ եւ ներին ստեղծած այս հզոր տնտեսությամբ այնքան պիտի հմայեն, թութեն, այնքան պիտի կրավեն մարդիկը, որով բոլոր ազգերը ինչ պիտի լան, պիտի մոլորին, պիտի քայթակղին
Եվ փոխանակ զաստված բաշտելու բիդի ինչն են, բաշտեն ով, սատանան։ Բիդեսեն որ սիրելներ որ ահավասիկ ճշմարիտ աստվածը, ճշմարիտ դերը, բրգիչը ներն է, բիդի մոլորին։ Նույն արին հրյաները, եւ որ աստված զիրենք ազատեց Եգիպտոսի կերուտենեն, մինչ այդ Մովսես Սինալեր բարձրացած էր որբեսի Աստուծո գոմե դաստապանյա բադվիրանները ստանար, վարը ժողովուրդը ինչ էին։ Ոսկի հորտը սկսան բաշտել, ասելու համար որ այս է մեր Աստվածը։ Սրտի ցավով գուզեմ ասել, այս անցնող գիրագի որ վարտավար էր, բայց զրագերբության դոնը Հիսուս Քրիստոսի բայց զրագերբության դոնը։ Վարտավար սիրելներ ինչու, որովհետև վարտը սկիզբը ինչ է, գոգոն է, որ ինչ կլա, գբացվի, իր կեղեցկությունը բացվել են վերջ ցույց կտա։ Քրիստոսի բայձրագերբությունը վարտավար կգոչվի ինչու, որովհետև Քրիստոս իր աստվածությունը ինչ ըրած էր, գոգոնի պես, ծածկած էր։ Առաքյալները չէին գիտեր, որ ով էր Հիսուսը։ Հիսուս այլագերբության ժամանակ, բայձրագերբության ժամանակ ինչ եղավ, իր աստվածությունը հայտնեց, վարտի պես բացվեցավ, հայտնեց։ Այդ է վարտավարը։ Այս տարվա դեսակ Հայաստանի մեջ ինչ պատահեցավ։ Այս տարվա Հայաստանի մեջ վարտավարը հեթանոսություն եղավ։ Գիտեք ինչ Նեպտուս ճուրիչ աստվածը մեջտեղ ելավ։ Իր խորտանիշներով եւ սիրելիներ այնպիսի հեթանոսական բարացևեր գդարեցին եւ կառավարությունը $560,000 ծախսեց, որբեսի այդ փեմականությունները կատարվեին։ Եվ մենք սիրելներ հբարդանանք, որ առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք։ Վերջն ասենք, որ այսքան չարչարվեցան, թող քիչ գալ ուրախանան։ Ուրախությունը ուրիշ բան է, եւ որ հավաքվին ամբողջ ազգը վարտավարի դոնին նախ եկեղեցի էր տան ատկե վերջը ամբողջ հրաբարակներու վրա թող բարեն հայկական երկեր երկեն ծնծան աստված բարավորեն եւ նաեւ մշակույթ բաբանեն բայց անաստվածություն ունեն եւ մեր հայրենիքը թափված էին ամեն տեսակ այլանդակ մարդիկ ամեն տեսակ ադիգա վարտավար եղավ ադիգա բայձրագերբություն եղավ Աստված միայն սիրելներ ողորմի մեր ասկին եւ այս դոր բոլորին բադիժը մեր գլխուն չթափվի ինչպես որ այստեղերը գտեսնենք եւ սիրելներ հռոմանցիալին փարասիրությամբ գհբարդանար անոր վաճառականները հավասիկ թույն եղան Հռոմը գսեր սիրելներ որ ինք Աստված Հռոմի գայսրերը գայսրաբաշխություն հաստատած էին մանավանդ Ներոնի ժամանակ եւ Դոմեդիանոս գայսրի ժամանակ այնպիսի հալածանքներ եղան քրիստոնյաներու նկատմամբ բայց քայթագեցուցին ժողովուրդը եւ այդպես ալ բիդի ըլլա ուրեմն առաջին բաժար որ Բաբելոնը բիդի գործանվի անոր հբարդությունը եւ հարստություն երկրորդ բաժար գրաբաշխություն եւ գախարտություն երրորդ բաժար ինչը երրորդ բաժարը վերջին համարը անցնենք սերդելու տեսեք ինչն է ասոնք բոլորը բադայեցան քանի Աստված մեջդ կդավ մարգարեներուն եւ Աստուծո ընտրյալներուն երկրի վրա սպանված բոլոր մարդոց արյունը ուրեմն երրորդ եւ գլխավոր բաժարը այն է որ Աստուծո ժողովուրդը հալածվեցավ եւ պիտի հալածվի եւ սիրելներ Աստծո ժողովրդին արյունը պիտի թափվի Բաբելոնի մեջ Սիրելի եղբայրներ եւ քույրեր գուզեմ այս վերջին բաժարին վրա անդրադառնալ եւ գնալ Տեսեք անցյալին հին Բաբելոնը մարգարեներու արյուն թափեց Աստուծո ընտրյալ ժողովրդին արյունը թափեց Հռոմեական գայսրությունը մանավանդ ինչպես Ներոնի եւ Դոմեդիանոս գայսրի ժամանակ քրիստոնյաներուն արյունը թափեց Երևակայեցեք որ գահավաքվեին բոլորը եւ քրիստոնյա գին երեխա դղամարդ գնեդեին քազաններու թիմաց եւ քազանացած մարդիկ գուրախանային գծապարեին գքորային թե ինչպես քազաններ գհոշոդեին անմեղ
քրիստոնյաներու մարմինները։ Եղբայրներ եւ քույրեր, երբ Բաբելոնի մասին կխոսվի, բարձավեշ չի հասկացվիր հադուկ կամ որոշ երգիրմը, ոչ ալ հադուկ տարաշրջանմը, այլ սատանային զորությամբ եւ իշխանությամբ բոլոր թարերու մեջ, բոլոր Բաբելոնները եւ հատկապես վերջին Բաբելոնը, որ պիտի կա, դժվարին, շատ դժվարին ժամանակներ պիտի լան։ Շատ պիտի խնդրեմ, որ դուք հավատքով լեցվիք եւ ձեր զավակները եւ թորները դաստիարակեք, անդրադարձնեք, որ շատ վտանգավոր ժամանակներ պիտի ըլլան քալիք ժամանակները, շատ չար ժամանակներ, ահավոր չար ժամանակներ։ Եվ չեմ ուզեր ցեզի վախցնել, որովհետև քրիստոնյան բեք չէ վախնա, բայց քրիստոնյաներու նկատմամբ ահավոր հալածանք պիտի ստեղծվի, չափազանց ահավոր։ Քրիստոնյաներ սիրելներ պիտի ցերպակալվին, պիտի հալածվին, պիտի դանչվին, պիտի չարչարվին եւ շատեր նույնիսկ պիտի նահատակվին։ Բայց այստեղ նայեցեք ինչ կսվի։ Աստված մեջը կդավ մարգարեներուն եւ Աստուծո անդրյալներուն երկրի վրա սպանվածներուն արյունը։ Ամեն մեկ արյուն, որ գհեղվի, գգաթի երկրի վրա, քրիստոնյայի արյուն, Աստծո աչքը սիրելներ գտեսնե։ Չկա բամը, չկա նեղությունը, որ քրիստոնյաները գրեն եւ Աստված չտեսնե սիրելներ։ Անցյալին գայսրաբաշխություն կար, նույնը պիտի լա ների ժամանակ եւ որ հագաքրիստոսը պիտի բարդատրե, որ ամեն մարդ իրեն բաշտե։ Այսօր ալ նույնն է սիրելներ։ Այսօր ալ մարդիկ կուզեն հարուստներ, թակավորներ, իշխաններ, ղեկավարներ, որ բաշխտվին մարդոց կողմը։ Եթե թուն աչքդ Աստուծո մեջ շեղես, եթե թուն սիրելներ աչքդ միայն մարդուն վրա բահես, աշխարհի ղեկավարներուն վրա, շատ հեշտությամբ կգրնաս մոլորիր եւ սայտակիլ։ Հստակ է Աստուծո խոսքը 118-րդ Սամոս 7-8 ամառներ, որոնց ուր այնտեղ գսվի սիրելներ, որ ավելի լավ է Աստուծո ղեկավարության վստահել, քան թե մարդոց։ Որքան մարդոց ղեկավարության նայիս, այնքան պիտի քայթակրիս։ Սակայն աշխարհի վաղճանեն առաջ շատ ահավոր հալածանքներ եւ չարչարանքներ պիտի լան սիրելներ։ Հիսուսի խոսքը հիշեցեք նորեն կգրտեմ Մատթեոս 24-21-րդ համար։ Այնպիսի մեծ նեղության օրեր պիտի կան, որ աշխարհի ստեղծագործությունն ի վեր չէ եղած։ Դանիել մարգարեն քանի հազար տարիներ առաջ այդ մասին ասավ սիրելներ, պիտի գարտամ ցեզի Դանիելի 13-րդ գլխու առաջին համարը միայն։ Գսե Դանիել մարգարեն։ Այն ժամանակ Միքայել մեծ իշխանը պիտի ելե, որ քու ժողովրդիդ որդիներուն վրա գենա, ու այնպիսի նեղության ժամանակ պիտի ելա, որուն նմանը ազգ ըլալե մինչև այդ ադեն եղած չէ, եւ այն ժամանակ քու ժողովուրդդ պիտի ազատի, այսինքն ով որ քիրքին մեջ կրված գտնվի։ Սիրելիներ, այո, Աստուծո ժողովուրդը խիստ պիտի հալածվի, սակայն ուրախանալի լուր։ Բաբելոնը ինք պիտի գործանի։ Այս աշխարհի իշխանը ով է? Սատանան։ Գրնակ երևակայել, որ մենք գաբրինք սատանայի իշխանության մեջ։ Մենք հիմա գաբրինք սատանայի թակավորության տակ, եւ եթե սիրելիներ ասեք, որ ինչու համար հավատացյալներս այսքան նեղության մեջ ենք, գրնակ երևակայել թշնամի ուժին իշխանության տակ ապրած վայրի մեջ ինչ կարելի է սпасել, ինչ կարելի է ակնկալել, եթե ոչ միայն դանչանք ու չարչարանք։ Անոր համար գտեսնեք, որ մեղավորներ ավելի ուրախ կապրին, քան թե դուք հավատացյալներդ։ Անոր համար գտեսնեք սիրելիներ, որ այս կյանքի մեջ որքան Քրիստոսի մոդենակ, այնքան ավելի կհալածվիք, նույնիսկ սերնդանիքներու մեջ։ Նույնիսկ սերնդանիքներու մեջ ավելի կձաղրվիք, գանդեսվիք, կհանդիմանվիք, կհայոյվիք, ամեն ինչ կլա սիրելիներ ցեզ, նույնիսկ սերնդանիքներու մեջ, որքան Քրիստոսի մոդենակ։ Եվ ադոր համար երբեմն սրտի ցավով գսեք, որ որքան հավատքիս մեջ խորանամ, այնքան հալածանք ունիմ։ Այո, որովհետև մենք ապրենք սատանայի երկրի մեջ։ Հիսուսով այս աշխարհի
Իշխանը Սատանան է։ Պողոս առաքյալը ասավ այս աշխարհի Աստվածը Սատանան է։ Սակայն ժպիտով գուզեմ վերջացնել։ Այս աշխարհի վախճանը այսպիսով պիտի չվերջանա հավատացյալներուն համար։ Մեծ զորություն եւ մխիթարություն կա, որ եկող շաբաթ պիտի սերտենք։ Գիտեք ինչ։ Բաբելոնը եւ որ պիտի գործանի երկնքի մեջ եւ ամբողջ աշխարհի մեջ հավատացյալները պիտի ծնծան, պիտի ուրախանան սիրելիներ։ Ինչու եւ որ դեսնեն, որ իրենց այլևս ցավը պիտի վերջանա, հալածանքները պիտի վերջանան, նեղությունները պիտի վերջանան, հիվանդությունները պիտի վերջանան, Բաբելոնը պիտի գործանի, չարը սիրելներ այլևս իշխանություն պիտի չունենա, ամեն ինչ պիտի գործանի եւ հավիտենական կյանքը պիտի բացվի իրենց դիմաց եւ Աստված իրենց արցունքները պիտի չորցնե իրենց աչքերեն եւ Աստված իրենք պիտի առաջնորդե դեպի հավիտենական փառք։ Ահա այս է մեր մխիթարությունը։ Այս է սիրելներ մեր զորությունը, որ ոյե մեկը մեր ցերկեն պիտի չկարողանա առնել։ Եղբայրներ եւ քույրեր, ես զարգացնելով այս բոլորը ասեմ։ Ժամանակները գերտան այն օրվան, երբ ները Հագաքրիստոսը, Antichrist-ը աշխարհ պիտի կա։ Պիտի կա։ Ուզենք կամ չուզենք պիտի կա։ Ժամանակները դեպի ոն գերտան։ Եվ հիմա որ ռոբոտի տարի մեջն ենք արդեն։ Ամեն ինչ ռոբոտի մեջ ենք սիրելներ։ Հավատացեք։ Զարմանալի է։ Նույնիսկ երբ որ փամը գմդածես եւ ցերկիտ մեջ հերախոս չգա, հերախոսը մոդը չէ անգամ, մոդը չէ, ուրիշ սենյակ է կամ թուն ինքնաշարժի մեջն ես, գուքաս հերախոսը կպանաս, ինչ որ մտածած ես, թիմացդ գել է, մտածերս օրած զրակրած ես, մտքիտ մեջ զրակրած ես, մեգուն պարսացան չես սացսիր, որ մտքիտ մեջ, օրինակ այս ինչ տեղը պիտի այցերեմ, հանգարց հերախոսդ կպանաս, այդ ինչ վայրին համար ձանուցում կա։ Սիրելներ գաբրինք այնպիսի տարաշրջանի մեջ, որ գերտա գիտություննալ, մարդկություննալ թեպի ների կալուստը թիմավորելու։ Եվ պիտի կան նեղության մեծ օրեր, ները պիտի աշխարհ կա, ամբողջ մարդկությունը պիտի համոզե, որ ինքն է բրգիչը, մարդկության պիտի համոզե։ Անոնց պիտի բարդատրի հետո, որ իր գնիքը առնեն։ Առաջին շրջանը, ների շրջանը, խաղաղության շրջան պիտի լա, արադության շրջան պիտի լա, մեկ գրոնք պիտի լա, մեկ օրենք պիտի լա, եւ սիրելներ նոր աշխարհ համագարկ պիտի լա։ Բայց երկրորդ շրջաններին ահավոր սարսափելի շրջան պիտի լա, հալածանքներու, նեղություններու, տարաբանքներու, չարչարանքներու եւ նահատակությանց։ Եվ այս բոլորը սիրելներ պիտի ավարտին Քրիստոսի երկրորդ կալուստով, Քրիստոսի հաղթանակով եւ ներին, սուտ մարգարեին, սատանային եւ բոլոր իրեն հետևորդներուն թժող կամ հավիտենական գրագի մեջ, լիջին մեջ նետվելով։ Եվ այդ ժամանակ է որ Քրիստոսի հավատացողները եւ մինչեւ վերջ թիմացողները, համբերողները հավիտենական կյանքը պիտի ժառանգեն։ Ոն ուրեմն եղբայրներ եւ քույրեր, դիրոջ վստահինք, հավատքով ապրինք եւ շատ կխնդրեմ ամեն մեկը ծեր ընտանիքի մեջ աղ եղեք, համեմող աղ, Քրիստոսի խոսքերը դարածող աղ, որբեսի ծեր ամբողջ ընտանիքի անդամները Աստուծով լեցին, որովհետև պիտի չուզենք, որ այդ ահավոր օրը Քրիստոսի երկրորդ կալուստի ժամանակ մեր ընտանիքներեն ովևէ մեկը գործվի։ Ճիշտ է։ Աղոթենք իրենց համարալ, իրենց հոգի փրկության համարալ եւ Աստուծո ողորմությունը խնդրենք։ Ամեն։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ով դեր մեր Աստվածը, հավիդյանս հավիդենից օրտնյալ ես, ով դեր մեծությունը, զորությունը, փառքը, բայձարությունը ու վայելչությունը քու գտեն, որովհետև բոլոր երկնքի ու երկրի վրա եղածը քու գտե։ Եվ հարստությունն ու փառքը քեզ մեեն, ու ամենուն իշխանը տունես, եւ զորությունն ու կարողությունը քու ցերկիտ մեջ են, եւ մեկը մեծնելն ու ուժողցնելը քու ցերկդ է։ Ով դեր, թակավորությունը քու գտե,
ու տուն իբրև գլուխ ամենեն բարձրյալն ես, եւ հարստությունն ու փառքը քեզ մեջ են, ու ամենուն իշխանը տուն ես, եւ զորությունն ու կարողությունը քու ցերկիդ մեջ են, եւ մեկը մեծնելն ու ուժովցնելը քու ցերկդ է, եւ հիմա ով մեր Աստվածը, քեզի գոհություն կտանք, ու քու փառավորյալ անուն գործենք, ամեն։ Համայն մարդկանց, համայն մարդկանց, թարց բրգություն, թարց բրգություն, Հիշյադեր և ողորմյան, հանուն հոր և որդվո և ոգվույն սրբո, ամեն, հայր մեր, որ հերգինս ես, սորբ եղեցի անուն քո, եկես Սաց մեր անաբազոր դուր մեզ այսօր թող մեզ զվարդիս մեր որպես և մենք թողուկ մեր
Զիքոյե արկայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն օրտնյալք եղերուքի շնորհացն սրբոքվույն երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցի ընծեզ ընդ ամենեսյանդ ամեն Աստված ձեզի հետ ամփորձանք ձեր դուներ հասնիկ